Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, երկու ճակատ ոդքասթի 92-րդ թողարկումն է 168 ժամի YouTube-յան էջում։ Էդգար Ղազարյանը եւ ես Դավիթ Սարգսյանը շարունակում ենք ամփոփել եւ վերլուծել շաբաթական լրահոսը։ Դա անում ենք մեր գործընկեր Pantera Security-ի մասնավոր պահնորդական ընկերության աջակցությամբ, որը շարունակում է տրամադրել անվտանգության եւ պահնորդական բարձրակարգ ծառայություններ, ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ բոլոր 10 մարզերում, ինչպես իրական ժամանակում եւ տարածության մեջ, այնպես էլ հեռավար։ Ձեր ընտանիքի անդամների անձամբ ձեր Հայաստան ժամանող ձեր հյուրերի, բարձրաստիճան պաշտոնյաների ու պատվիրակությունների, ձեր առանձնատան, բնակարանի, գույքի եւ բազմաթիվ այլ պահնորդական ու անվտանգության ծառայությունների ապահովումը անվարան կարող եք վստահել տասնամյակների փորձառություն ունեցող մեր այս գործընկերոջը Pantera Security-ին։ Առավել մանրամասն տվյալների համար կարող եք այցելել Pantera.am կայք կամ զանգահարել 53 78 50 հեռախոսահամարով, եթե երկու ճակատ պրոմոկոդն էլ ասեք, լրացուցիչ 10% զեղչ կստանաք։ Շաբաթը Էդգար շարունակեց պատտվել հակաեկեղեցական, հակաքրիստոնեական, հակամարտկային եւ հակաբարոյական արտահայտություններով, որոնք հորդում էին Պարագլխի եւ նրա սպասավորների շուրթերից։ Պարագլուխը արդեն Facebook-յան կարգապահությամբ ամեն առավոտ ժամը 9-ին մի պիղծ գրառում է անում ժամերգությունն է էլի իր եւ եկեղեցու մասին, ապա եւ նրա քպական ուսապարկերը լցվում են այդ թեզերը տարածելու պիղծ գործին։ Մեզ թվում էր, թե սա մի դրվագային պատմություն պիտի լինի, բայց պարզվում է ոչ, սա արդեն հետևողական հակաեկեղեցական արշավի է նմանվում եւ անցած թողարկմանը ճիշտ է մենք փորձեցինք վերլուծել կամ ենթադրել դրա հնարավոր պատճառները, որոնք կարող են լինել, հիմա պիտի փորձենք շարունակել։ Առաջինը եկեղեցու խիստ բարձր վարկանիշն է իբրև հանրային ամենաբարձր հեղինակություն ունեցող ինստիտուտ եւ զարմանալիորեն եւ Փաշինյանի համար տհաճ նորություն է սա, եկեղեցու վարկանիշը այս ֆոնին շարունակում է բարձրանալ։ Ընդ որում այդ վարկանիշը ոչ միայն սոցհարցումների արդյունքում արձանագրվող վարկանիշ է, այլև օրինակ ասենք կիրակնօրյա պատարակների այցելուների թվով։ Ընդամենը մի քանի ժամում ինքնաբուխ Զվարթնոց օդանավակայան շտապած մեր մի քանի հազար հավատավոր համերկրացիներով, որոնք վեհապար Հայրապետին շտապեցին անձամբ դիմավորելու, սոցցանցային արշավներով հաջակցություն մեր եկեղեցու եւ վեհապար Հայրապետի, եկեղեցամետ քարոզով կամ օրինակ այն խմբերով, որոնք ինքնաբուխ ձևավորվել են վերահսկելու մայրաթորի տարածքը եւ կանխելու սադրիչների մուտքը վեհարան, ասենք օրինակ հայակվե միավորումը նման նախաձեռնություն է հանդես բերել եւ այլն եւ այլն։ Այսինքն ընդհանուր առմամբ մեր եկեղեցին որպես ազգային կարևորագույն ինստիտուտ պաշտպանելու, այն կրծքով պաշտպանելու, ֆիզիկապես պաշտպանելու միտումը այսօր առավել քան երբևէ ընդգծվում է։ Իդեպ ցավալիորեն դա չերևաց 2018-ին Նոր Հայաստան, Նոր Հայրապետ անհասկանալի ծագման աղանդավորական շարժում հիշեցնող, հիմնականում կարգալույց հոգևորականների կողմից ուղղորդված կամ նրանց կողմից հրահրվող այդ շարժման օրերին։ Եթե այն ժամանակ մեր եկեղեցին վճռորոշ պաշտպանության արժանանար, եթե այն ժամանակ այդ մի քանի առանձնյակի լկտիությունը չբավեր ներխուժելու վեհարան եւ դիվանատուն, մնալու այնտեղ, շուրջ կալելու վեհապար Հայրապետին, Լևանքի ճանապարհին եւ այլն, ապա այս կեղտոտ ցեխարցակումները չէին լինի, բայց դա մարսեցին։ Այս մեկը պիտի ամեն ինչ անենք, որ երբևէ չմարսեն, երբևէ։ Պիտի իրենց խոփը դեմ առնի քարին։ Այս մեկը իհարկե առանձնանում է։ Դու հիշեցիր միայն Նոր Հայաստան, Նոր Հայրապետ այդ հակաեկեղեցական, հակազգային շարժումը, բայց մեր եկեղեցու դեմ այս իշխանությունների հետևողական պայքարը ասենց ամենամյա բնույթ է կրում։ 2019 թվական, երբ որ վեհապար Հայրապետը իր առաքելությունից բնորոշ եւ կարգավիճակից բնորոշ կոչ եւ հորդոր հղեց իշխանություններին, որպեսզի նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվի, այսինքն ոչ թե քրեական վարույթ չլինի, ոչ թե նա եթե ինչ որ մեղք կա գործե պատասխանատվության, հետո պարզվեց որ ոչ էլ մեղք կա գործե, այդպես պատասխանատվություն չկար, այդպես քրեական գործել չկար, պիտի չլիներ, դա իրավական իմաստով պարզվեց։ Ընդհանրապես մարդկային իմաստով եւ նաեւ որպես վեհապար, ով գահակալել է նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում միջնորդությամբ հանդես եկավ, ինչը որ նաև նախատեսում է քրեական դատավարության օրենսգիրքը խափանման միջոցի վերանայման, հələ հիշի ինչ հարձակում եղավ եկեղեցու դեմ։ Հիմա որ Նիկոլ Փաշինյանը վեհապարեն դիմում է Ավազանի անունով, ինչը որ ցանկացած հոգևորականի պարագայում
ամենանվաստացուցիչ վերաբերմունքն է, որովհետև դու արժեզրկում ես իր առաքելությունը, այսինքն կտրում ես իրեն իր առաքելությունը։ Այդ հանցանքը մեր եկեղեցու դեմ առաջինը գործել է Ալեն Սիմոնյանը 2019 թվականին։ Այնուհետև 2021 թվական, երբ որ իթիվս Գիտությունների ակադեմիայի, Զինված ուժերի գլխավոր շտաբի, պետհամասանի, բազմաթիվ կազմակերպությունների, կուսակցությունների բոլորը պահանջում էին Փաշինյանի հրաժարական, այդ թվում Մայրաթոռը, նորից Մայրաթոռը դարձավ եկեղեցին դարձավ թիրախ։ 2023 թվական, երբ որ եկեղեցին որոշեց պահպանել Արցախի թեմը, նորից հարձակում եկեղեցու վրա։ 2024 թվական Սրբազան շարժում, ինչա թե այն առաջնորդում էր Տաուշի թեմի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը, նորից եկեղեցին դարձավ թիրախ, բայց այս մեկը տարբեր է, սա ուրիշ է։ Այս մեկի ելքն էլ պիտի տարբեր լինի։ Այս մեկը պիտի ջախջախվի, այստեղ Ալիևի ուղիղ պահանջ, այսինքն կա Ադրբեջանի հոգևոր եւ քաղաքական իշխանությունների ուղիղ հրահանգ, հանձնարարություն գլխատելու եկեղեցին, իսկ մեր եկեղեցու կառավարման կազմակերպական կառուցվածքը յուրահատուկ է եւ այն ունի ավելի քան 1700 տարվա պատմություն։ Վեհապարը եկեղեցու գլուխն է, այսինքն միանձնյա որոշումների լիազորությունների մի շրջանակ կա, որը պայմանավորված է միայն վեհապարի համար, որովհետեւ նա է Աստծո օծյալը։ Նրա լիազորությունների շրջանակը անհամեմատ է։ Իհարկե կան այլ խորհրդակցական մարմիններ, չէ՞, հոգևոր խորհուրդ եւ այլն, բայց որոշումները կայացնում է եկեղեցուն վեհապարը եւ հիմա թիրախավորված է հենց վեհապարը։ Եվ ինչի համար։ Ընդհանրապես իր առաքելությունից բխող, նաեւ մարդկային հայրենասիրական էությունից բխող գործունեության համար։ Դա նպատակներից մեկն է ընդհանրապես։ Ստացվել է այնպես, որ Փաշինյանը կծահարելով մեր եկեղեցին, խոցոտելով մեր կարևորագույն ազգային հաստատությունը, միանգամից մի քանի խնդիր է լուծում։ Խնդիրներից առաջնահերթը նախընտրականն է։ Նա տեսնում է, որ մոտենում է հերթական նախընտրական շրջափուլը, եւ այն բոլոր ձայնապնակները, որոնք նա օգտագործել է 7 տարի անընդմեջ, վաղուց այլևս չեն աշխատում, կենսունակ չեն։ Նախկիններին թալանի համար մեղադրել է գնալով ավելի ծիծաղելի է դառնում, քանի որ իրենց թալանի մերկացումներն են շարունակաբար վկայակոչվում։ Նախորդի բացահայտումներից է մի հատ Range Rover-ը փաստագրված եւ վկայակոչված։ Ռուսների կամ որևէ այլ արտաքին դերակատարի որևէ մեղք մեղսագրել է եւս գնալով ավելի դժվար է դառնում, հատկապես այն ֆոնին, երբ օրինակ իր ծննդյան 50-րդ տարեդարձի օրը նա միայն Պուտինից եւ Միշուստինից է ստանում շնորհավորանք, այսինքն մարդը, որը ԵԱՏՄ խորհրդի նախագահից առավոտից երեկո Ռուսաստանին մեղադրում է հիբրիդային պատերազմ սանձազերծելու համար Հայաստանի նկատմամբ, միայն Ռուսաստանից է ստանում այդ շնորհավորանքը։ Էն էլ 50-ամյակին, 51-ին, չէ, 51-ին էլ չի, 48-ին էլ ոնց որ չի եղել։ Եվ այսպես շարունակ, այսինքն այն հնարավոր բոլոր մեղավորները, որոնք տարիներ շարունակ կարգված են եղել Փաշինյանի համար ցանկացած նախընտրական շրջափուլում, նախ եւ առաջ 2018-ի ու 21-ի արտահերթ վերարտադրության շեմին ու դրանից հետո, բայց նաեւ բոլոր թիմ ընտրություններում, օրինակ շատ առատորեն Երևանի ավականու 23 թվականի ընտրություններում, այս փուլում այլևս չեն աշխատում եւ անհրաժեշտ է քավության նոր նոխազ գտնել։ Տես թե Աստվածաշնչյան այս կայուն արտահայտությունը ինչպես հենց ինքը քավության նոխազ ծառայեցնում է հոգուտ իրեն, փորձում է ծառայեցնել, բայց դա այլևս նախկին ինտենսիվությամբ չի աշխատում։ Նա արքետիպային թշնամի է ստեղծում իդեմս հայ առաքելական եկեղեցու։ Եկեղեցին չի զբաղվում քաղաքականությամբ, քանի որ չի հավակնում գալ իշխանության, չի ձևավորում քաղաքական կուսակցություն։ Եկեղեցին արդեն ունի իշխանություն, դա կոչվում է հոգևոր իշխանություն, եւ ինքը այդ իշխանության սահմաններում է եւ նոր իշխանության կարիք չունի։ Բայց Փաշինյանի բառամթերքը, նրա պայքարի գործիքակազմը, նրա լեզուն, նրա մեթոդները ոչինչով չեն տարբերվում իր քաղաքական մրցակիցների, հակառակորդների եւ ընդհանուր թշնամիների, որովհետեւ իր բոլոր մրցակիցներին նա թշնամի է ընկալում, նկատմամբ տարվող քարոզից։ Այսինքն նա եկեղեցուն դիրքավորում է այնպես, ինչպես կդիրքավորի օրինակ Հայաստանի Հանրապետության որևէ նախկին նախագահի, ընդ որում բոլոր նախկին նախագահները։ Չէ, այստեղ նաեւ որևէ քաղաքական պղծում է, ինքը այստեղ նաեւ պղծում է։ Ես հենց դա եմ ասում, որ եկեղեցին իր սուբյեկտությամբ չի կարող հավասար լինել որևէ այլ կազմակերպության հայ եւ համաշխարհային իրականության մեջ։ Այսինքն չի կարող լինել մրցակից այնպես, ինչպես որևէ նախկին նախագահ կամ որևէ կուսակցություն։ Բայց Փաշինյանը բանեցնում է այնպիսի բառամթերք, որը բանեցնում է որևէ այլ քաղաքական ուժի կամ իր, այսպես ասենք, քաղաքական մրցակիցների, դիմախոսների հասցեին։ Այսինքն իդեմս եկեղեցու
ստեղծում է արքետիպային թշնամու եւ նաեւ շատ խոր եւ հերագնա նպատակ է դնում դրա տակ, որովհետեւ եթե իրեն ցավոք սրտի հաջողվել է հիմնականում արժեզրկել, դիսկրեդիտացնել մեր ազգային մնացյալ հիմնասյուները, ասենք օրինակ ավանդական կուսակցությունները, նախկին նախագահներին, մեր սպայակույտին, գեներալիտետին, Սփյուռքը, Արցախը, ցեղասպանության, մեր հասարակության մեջ միշտ կարևորագույն ազգային հիմքեր պահպանած սկզբունքներ եւ արժեքներ, ապա մեծագույն խոչընդոտը մնացել է եկեղեցին մեկ պարզ պատճառով, որովհետեւ եկեղեցու նկատմամբ ինքը վերահսկողություն չունի, եկեղեցու հետ չի կարող պայմանավորվել։ Դու այո, երիցս ճիշտ նշեցիր, որ հայ-առաքելական եկեղեցին գոնե մայրաթորը ունի բրգաձև կառուցվածք եւ նույնիսկ մյուս 3 նվիրապետական աթոռների գահակալները ըստ մեր եկեղեցու կարգավորումների ընդունում են մայրաթորի եւ ամենայն հայոց կաթողիկոսի գերագահությունը, այո, ցավոք սրտի գործուն հողի վրա մենք դա չենք տեսնում, թեև շատ ցանկալի կլիներ տեսնել բոլոր 4 նվիրապետական աթոռների գահակալներին կողք-կողքի այս ծանր օրերին էջմիածում։ Բայց սկզբունքորեն դա այդպես է, մեր եկեղեցու դրվածքը այդպես է։ Ի վերջո ինչ է Մեծի տանիքի լիքո կաթողիկոսությունը, ընդամենը 60-ական թվականներին առաջացած երկրորդ հայոց կաթողիկոսությունը, ճիշտ է, դրա հիմքերը դրվել են դեռ Էջմիածինը որպես երկրորդ անգամ արդեն ամենայն հայոց կաթողիկոսություն դարձնելուց հետո 1441-ին այնտեղ երկրորդ աթոռ է հայտնվել, բայց մեծ հաշվով որպես քաղաքական գործոն 1960-ականներին է միայն սկսել Անտիլիասը դիրքավորվել։ Պոլսո եւ Երուսաղեմի պատրիարքությունները շատ ավելի վաղ պատմություն ունեն։ Պոլսոն ձևավորվել է թուրքերի նվաճումից անմիջապես հետո 15-րդ դարում, իսկ Երուսաղեմինը ամենահինն է, 7-րդ դարից գալիս է։ Հետևաբար այս բոլոր նվիրապետական աթոռների գահակալների նկատմամբ կա նաև շատ ուղիղ սպառնալիք։ Խոսքը այստեղ միայն ամենայն հայոց կաթողիկոսի անձի եւ հայոց եկեղեցու մասին չէ։ Փաշինյանի նպատակը մեկն է՝ իրեն հլու հնազանդ կամակատար մի կառույց ձևավորել, որտեղ օրինակ ընդհանուր քահանայի որևէ քարոզխոսության տեքստ պետք է համաձայնեցվի իր հետ։ Ինչպես է հիմա օրինակ ասենք քահանաներինը մարզպետների։ Դե բայց մեծ հաշվով իր հետ, իր գաղափարական գծի շրջանակում։ Հա, ինքը հիմնական մոտեցումները։ Ասենք ինչ վատ կլինի գնելը, հիմա գնելը, չէ՞։ Այո։ Հերթական ալկոհոլային կամ թմրամիջոցների ազդեցության տակ մի հատ իրանց եկեղեցին սարքեն Նիկոլի վերջին օրերի վկաներ։ Դուրս գա այդտեղ քարոզի, ասենք իրական Հայաստանի գաղափարախոսություն։ Ինչա վատ է։ Նիկոլի պատկերացրած եկեղեցու մոտ։ Իրանք ուղեցույցները կտան, ասենք մարզպետները տեղում արդեն ընդ քահանան, սխական քահանան կմոտենա մարզպետ Ղալոմյանի քարոզը։ Ես կգրվեմ, որ գնամ լսեմ այդ մարդուն։ Այո, ես է կգնամ։ Բայց կարա մի կես ժամ խոսի, քարոզ կարա անի։ Հա, կարա։ Հայերենով կդժվարանա, հայերենում կդժվարանա, բայց ընդհանուր առմամբ իր հայրենի լեզվով, իր մայրենի լեզվով կարծում եմ շատ հանգիստ կհաղորդակցվի։ Դա ադրբեջաներենն է։ Կարծում եմ այո։ Կարծում եմ այո, տենց ես իր հետ շատ չեմ շփվել, տենց առանձնապես չի էլ կարողանում մտքեր ձևակի։ Արարատի մարզում շատ հետաքրքիր կլինի այնտեղ ինստրուկցիաներին ծանոթանալ, թե ասենք ինչ ինստրուկցիաներ կտա Արարատի մարզպետը։ Դե Վայոց ձորում դրա կարիքն չկա, Կոլյան Էնգախից ինքը հին հոգևոր կյանքով ապրող կագեբեշնիկ է էլի։ Իհարկե ամենացածր մակարդակի մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը կարգավիճակներում։ Առանձնապես ուշագրավ կլինի հետևել իհարկե Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի քարոզին, որի հայրը ամենասարսափելի բանը Արցախյան պատերազմում եւ Ջաբրայիլը նրա անունով անվանվել է Մեխակավան։ Իդեպ հիմա Էջմիածինը եւ Խոյը միավորելու գործընթաց է գնում եւ քանի որ այստեղ եւս ռեյդերական պետք է հարցակում լինի, այսինքն օրինակ Խոյը որոշակիորեն դուրս է իրանց վերահսկողությունից, պետք է միավորել Էջմիածնի հետ եւ մարզպետին կարգել այդ երկու համատեղ միավորված համայնքի, խոշորացված համայնքի ղեկավար։ Հնարավոր է։ Հիմա նայ եկեղեցու դեմ այո արշավը ինչ բնույթ է կրում, այդ հետևողականությունը ցուցաբերում են բոլոր ուղություններով, այսինքն այնպես չի էլի որ 1-2 անգամ անի հանգստանա, չէ՞։ Համակարգված ամեն առավոտ։ Ու ընդ որում, այստեղ նաև կա լուրջ իրավական բաղադրիչ։ Այսինքն օրինակ վարչապետը ինչ լիազորություններ ունի։ Այդ լիազոր սահմանադրությամբ ասում է, ցանկացած պետական պաշտոնյակ, պաշտոնատար անձ կամ պետական մարմին իրավասու է կատարել մեն այնպիսի գործողություններ, որի համար լիազորված է սահմանադրությամբ, որ այսինքն դրանից դուրս ոչինչ անել չի կարող։ Նույնիսկ մարդը, երբ որ պաշտոն է զբաղեցնում, ինքը իր իրավունքները որոշակիորեն սահմանափակում է։ Այսինքն դու քեզ դնում ես շրջանակի մեջ, դու կարող ես անել միայն այն ինչ որ
կարող ես անել, եթե քեզ ավելի մեծ ազատություններ էիր ուզում, ուրեմն դու պիտի պետական պաշտոն չզբաղես, պաշտոնը քեզ դնում է որոշակի լիազորությունների շրջանակների մեջ։ Այսինքն, եթե դու ուզում ես ազատ խոսես եկեղեցու մասին, չգիտեմ ինչի մասին, ուրեմն դու այդ պաշտոնից պիտի դուրս գաս, որովհետև եթե դու պաշտոնը ես խոսում, դու պիտի նայես դու դրա իրավունք ունես թե չէ։ Վարչապետի լիազորությունները սահմանված է սահմանադրությամբ եւ նաեւ կառավարության կառուցվածքի գործունեության կարգի մասին օրենքով։ Ընդ ոչ մի տառ անգամ չկա, որ վարչապետը եկեղեցու որևէ կրոնական կազմակերպության հետ կարող առնչություն ունենա։ Սահմանադրության 18 հոդված, որը ընդգծում է հայաստանյաց առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի պատմության մեջ, եւ ասում է պետության եւ հայ եկեղեցու միայն առաքելական հարաբերությունները կարա կարգավորի օրենքով։ Կա օրենք 2007 թվականին ընդունված, որտեղ մի բառ չկա այդ տիպի հարաբերությունների մասին, ինչը հիմա խոսում է։ Մենք ունենք առանձին դեռ 90-ական թվականներին խղճի դավանանքի կրոնական ազատությունների մասին առանձին օրենք, որտեղ ասում է, որ ցանկացած կրոնական կազմակերպություն, այդ թվում հայաստանյաց առաքելական եկեղեցին, դա մինչև էս առանձին օրենքին, իրավաբանական անձ է հանդիսանում, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ։ Ինչը նշանակում է, որ ինքը առանձին սուբյեկտ է, որևէ այլ անհատ, այլ սուբյեկտ չի կարող նրա գործունեությանը որևէ ձևով միջամտի։ Հիմա այս իրավահարաբերությունների պայմաններում քո ինչ գործն է, եկեղեցին ոնց է ղեկավարվում, ով է ղեկավարվում, նոր կաթողիկոս պիտի լինի, պիտի չլինի, ով ես դու, առավել ևս, որ դու սկի այդ եկեղեցական համայնքի մաս էլ չես կազմում։ Այսինքն, եթե ես այդ եկեղեցու այցելում եմ, ենթադրենք ամեն կիրակի այցելում եմ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի պատարագի։ Ու եթե ասենք այդ պատարագի ժամանակ բարձրախոսների ձայնը լավ չի լսվում, ես ինձ իրավունք վերապահում եմ, մոտենամ քահանային, ասում եմ կլինի փոխվի, առաջարկ անեմ, չէ, որ բարձրախոսների բանը փոխվի, որովհետև այդ համայնքի անդամ եմ, ուզում եմ ավելի լսելի լինի, կառուցողական։ Ինքը դրա իրավունքն չունի, որովհետև ինքը այդ համայնքի անդամ չի, Նախ մկրտված չի, իր ընտանիքի որևէ անդամ մկրտված չի։ Կարծում ես վերջերս բայց տալել են, չէ՞, երեխեքին Սևանում մկրտվելու, բայց իրանք ամուսնացած չեն, բայց ամուսնացած չեն դրանց երեխեքին։ Որքան գիտեմ մկրտված չեն, իդեպ Աշոտ Փաշինյանը այդ ընտանիքի անդամ չի առհասարակ։ Կարող երեխեքին իրան։ Նա նույնիսկ հայտարարագիր չի ներկայացրել։ Եղավ ոսկի երեխեքն իրան։ Հայրություն ճանաչը, հիմա ինչ է, այդ կնոջ նկատմամբ զգացմունքներ ունի, կարող ասի, եսի մեր երեխան ասի, ճանաչում եմ, բայց պարտադիր չի լինի։ Այդ կնոջ նկատմամբ շատ տարբեր զգացմունքներ կարելի է ունենալ։ Հիմա ամեն մեկս հիմա ես ու դու էլ ինչ որ զգացմունքներ ունենք։ Բայց իր նկատմամբ ես չունեմ։ Ինքը այս վերջերս նույնիսկ մի քանի փորձեր արած, հակառակը հակազդեցություն առաջացավ։ Դե զգացմունքը միայն սերը չի, ես հենց այդ եմ ասում։ Տարբեր զգացմունքներ կարելի է ունենալ։ Առհասարակ իմ նկատմամբ որևէ իմ կողմից որևէ բան չարա, ինքն էլ 1-2 փորձից տեսավ չի ստացվում, գնաց կպավ Սաղաթելյան Վազգենին։ Հետո դրանից հետո մի հատ ուրիշ։ Այդպես փորձը, հիմա այդ փորձերով դες ֆռում է սաղի վրա։ Բայց դա հիմա չի ստացվում, կարող է ժամանակին ստացվել է։ Կարող է ժամանակին ստացվել է։ Հիմա ինքը սեպտեմբերից Չինաստանը գնալու, գիտես ոնց է ստացվելու։ Բայց Չինաստանի բնակչությունը 1.5 միլիարդ։ Բայց ինչ որ մենք լսել ենք դա Հնդկաստանում, չի։ Չինաստանը ինչ կապ ունի։ Ես գիտեմ դա այդ ուսմունքը Հնդկաստան պիտի գներ, խառնել, այսինքն չի մանում, երևի արևելք երկրները դրա համար սա մեկը է, էլի, Հնդկաստան կրի, որտեվ այն ինչ որ իրան կարար հետաքրքրել, ես գիտեմ, դա Հնդկաստանն է, չէ՞։ Չինաստան լրիվ ուրիշ, կետենաս խալա հետ կգա Հնդկաստան։ Հիմա ինք իր պրոբլեմների մեջ թաղված, ինք իր դրած ասում է, այս ինչը ის ունի, վեհապար հայրապետը ուզում ես իմանաս ինչքան զավակ ունի։ Ողջ հայ ժողովուրդը վեհապար հայրապետի զավակն է։ Գնացել էինք զավակներով մեր վեհապարին, մեր հոգևոր հորը դիմավորելու օդանավակայանում։ Էդա։ Դու գիտես թե մեկն է, չէ, շատ են։ Եվ այդ զավակները մի բան են ուզում, եկեղեցու անսասանություն, որպեսզի իրենք այդ եկեղեցին գնալու, հաղորդություն ստանալու, աղոթք ասելու, իրենց կյանքի կարևոր իրադարձությունները այնտեղ վայելելու եւ նաեւ խոնարհվելու հնարավորություն ունեն։ Դու հիշեցրիր մեր բոլորի սիրելի շարականներից մեկի վերջին երկտողը՝ Տեր-Անսասան Պահիր դու միշտ քո իսկ հիմնած Մայրաթոր։ Այն Մայրաթորը, որը 302 թվականին հիմնվել է մեր առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով։ Իդեպ մեր առաջին հայրապետը եւ մի քանի դար շարունակ մեր բոլոր հայրապետերը կենսաբանական զավակներ են ունեցել եւ այդ զավակները շարունակել են
հայրապետ լինել, ասենք օրինակ Լուսավորչի երկու որդիները նախ Արիստակեսն ապա Վրթանեսը հաջորդաբար եղել են երկրորդ եւ երրորդ կաթողիկոսներ։ Պարթևների տոհմը մինչեւ Սահակ Պարթև մեր մեծագույն կաթողիկոսներից մեկը շարունակվել է։ Բայց հիմա մեր քննության թեման դա չէ բացարձակ։ Ներ եկեղեցական գործերով բացառապես որևէ մեկը իրավունք չունենք։ Թեև շատ հետաքրքիր է, որ եկեղեցի ասելով ոմանք եւ նախ եւ առաջ այս վարչախումբը հասկանում է հոգեվորականությունը, եկեղեցականությունը։ Մինչդեռ եկեղեցի բառը ինքնին լատիներեն նշանակում է համայնք, ժողովարան, էքլիսիա բառը հենց դա է նշանակում։ Եվ եկեղեցին մենք բոլորս ենք, հավատավոր հոտն է։ Հոգեվորականը սպասարկուն է այդտեղ, այսինքն Աստծո ծառան է, որը իրականացնում է նվիրապետությունը, որը մաս է կազմում հայոց եկեղեցու 1725-ամյա նվիրապետության։ Բայց եկեղեցին նախ եւ առաջ հոգեվոր ակտով է եկեղեցի։ Նախ եւ առաջ այդտեղ լսվող աղոթքով, կարդացվող շարականով, մատուցվող պատարակով եւ ի վերջո այդտեղ վարվող մոմով է դառնում եկեղեցի, այսինքն հոգեվոր ակտ պիտի տեղի ունենա այդ եկեղեցում։ Եվ նաեւ տաճարը, եւ տաճարը ֆիզիկական իմաստով եւ նաեւ երևույթը հոգեվոր իմաստով։ Եվ մենք դա ամենը փորձում ենք պղծի։ Մենք շատ հաճախ կենցաղային առօրեական բացատրության մեկնաբանության մեջ ենք դնում եկեղեցին։ Մինչդեռ եկեղեցին մեզնից յուրաքանչյուրն է։ Մենք բոլորս այդ եկեղեցու անդամ ենք։ Մենք բոլորս հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտի անդամներն ենք, նրանք ովքեր մկրտված են, նրանք ովքեր իրենց ինքնանույնականացնում են։ Ընդ որում մենք որքանով որ ես տեսնում եմ, մեր մայրաթորն էլ շատ մեծ զսպվածությամբ եւ հարգանքով է խոսում նույնիսկ բոլոր այն մարդկանց, այն հայերի մասին, որոնք ոչ միայն իր հետևորդները չեն, այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, այլև անգամ այլադավան են։ Օրինակ ասենք իսլամացած կամ թուրքախոս հայերի մասին։ Այսինքն դու չես տեսնի երբեք հիմնականում իսլամին բնորոշ, հատկապես սուննի իսլամին բնորոշ ռադիկալիզմը մեր առաքելական եկեղեցու շատ լիբերալ է։ Մեկ-երկու անգամ եղել են դրվագներ, երբ մեր հոգեվորականները օրինակ ասել են, ով քրիստոնյա չի, հայ չի, ով առաքելական չի, հայ չի, դրանից հետո ընդհանուր ներ եկեղեցական շատ մեծ բանավեճ է ծավալվել։ Հիմա դա քննելու տեղը չի եւ ժամը չի, բայց հիմա առավել քան երբևէ երևում է մեկ պարզ բան, Էդգար, որ մեր եկեղեցին ընդհանրապես որպես կրոնական կազմակերպություն դիտարկելը բխում է միայն այս վարչախմբի եւ նրա պարագլխի շահերից, այսինքն իր նպատակը որն է։ Ասել է, որ այո, ես ընդունում եմ, որ կա ինչ-որ մի կազմակերպություն, հայ առաքելական եկեղեցի անվամբ, այնպես ինչպես կան այլ կրոնական կազմակերպություններ Հայաստանում, որոնք ունեն իրավահավասարություն, հավասար իրավունքներ, եւ նոր Ալիևյան սահմանադրության կարևորագույն մեխերից պետք է լինի Հայաստանի այս առաքելական եկեղեցուն իբրև ազգային եկեղեցի եւ նրա բացառիկ կարգավիճակի ֆիքսումը մեր մայրօրենքի սահմանադրական կարգի հիմունքներ գլխում, այո, դուրս բերել է, հանել է։ Ինչու? Որովհետեւ գալիս ենք զրույցի սկզբին, եկեղեցում ստեղծվող հոգեվոր բովանդակության նկատմամբ պարագլուխը վերահսկողություն չունի եւ չի կարող ունենալ։ Ես էլ դու էլ քանիցս մասնակից ենք եղել պատարակների, երբ քահանաները, ընդ որում ասենք գյուղական քահանաները, մարդիկ, որոնք ճեմարանավարտ են, բայց այնպես չի, որ ամբողջ աշխարհով գնացել են աստվածաբանական կրթություն են ստացել, ոչ։ Այդ մարդիկ այնպիսի խոր իմաստուն քարոզներ են հնչեցրել, որ հուզվել ենք։ Ես այդպիսի օրինակ մի քանի քարոզի վկան ու ականատեսն եմ եղել։ Մի քանի անգամ բախտ է եղել նաև Սարգսակի շապիկով մասնակցելու պատարակների։ Եվ ամեն անգամ ապշել եմ մեր քահանայից դասի քարոզխոսության, իմաստնության, նույնիսկ կյանքին մոտ լինելու հանգամանքի վրա։ Դու անցած անգամ հիշեցրիր, որ եւ ճշմարտացիորեն նշեցիր, որ մենք մեր հոգեվորական ծանոթների հետ կենցաղային զրույցներում որոշակիորեն զսպված ենք։ Այնքան, որ մեր քահանա եւ նաեւ արդեն կուսակրոն հոգեվորականները իրենք են մեզ մղում լինելու ավելի բնական վիճակում, ավելի ազատ։ Այսինքն ցույց են տալիս, որ իրենք սրբեր չեն, մարդիկ են մեզպես։ Բայց այնուամենայնիվ իրենք այնպիսի անհատներ են, որ պատկառանք են։ Միանշանակ, դու քո զգոնությունը չես կորցնում։ Այո, իրենք իրանց կերպարը հենց այդպիսին է եւ այն ինչ որ ասում ես ճեմարանական Էշմիածնի Գեորգյան ճեմարանը նախ ամենահին համալսարանն է։ Ինքը օրինակ ասում է, մի անգամ իմիջիալոց է սխալը թույլ է, չէ՞, վերագրում ասում, որ մենք 100 տարվա համալսարան չունենք, 100 տարվա 1870-ականներից գալիս է։ Ամենահին համալսարանը հենց հայաստանյան որպես համալսարան կրթը եւ ընդ որում լավագույններից մեկն է։ Այսինքն այն որակի կրթություն, որ տալիս է Էշմիածնի Գեորգյան ճեմարանը, դա ըստ լավագույն համալսարաններից մեկն է եւ այդ համալսարանի շրջանավարտները նրանք ովքեր որ կարողանում են իրենց ինտելեկտուալ ունակություններով ավարտական
թես պաշտպանել եւ դառնալ դրա շրջանավարտը արդեն երաշխավորված է նրանց ոչ միայն աստվածաբանական գիտելիքներն ու իմացությունը, այլ լայն աշխարհայացքը եւ բազմակողմանի զարգացվածությունը եւ այո մեր հոգեվորականների գերակշիռ մասը գրեթե ամբողջությամբ կարող ենք ասել նրանք չեմ ասեմ որ մի զգալի մասներ հետագայում շարունակում են իրենց կրթությունը աշխարհի տարբեր համալսարաններում ծառայությանը քանի որ մեր եկեղեցին միայն հայաստանյան եկեղեցի չի այսինքն մեր թեմերը սփռված են ամբողջ աշխարհում եւ վեհապարի որոշումներով նաեւ եկեղեցականները ծառայության են մեկնում այլ երկրներ նրանք այդ երկրների լեզուներն են սովորում նաեւ այդ երկրներում համալսարաններ են սովորում հետո հետ են վերադառնում բազմակողմանի շփումներ են ունենում բազմաթիվ լեզուներ իմացող աշխարհ տեսած մեր օրինակ ի տարբերություն ես քեզ ասեմ վրաց ուղղափառ եկեղեցուսին քանի որ նրանք իրանց թեմերը միայն Վրաստանում են իրենց հոգեվորականները այլ երկրներում շատ սովորելու կամ ծառայության հնարավորություններ ուղղակի օբյեկտիվորեն չունեն մեր հոգեվորականները նաև աշխարհասփյուռ եկեղեցու գործունեության արդյունքում լայն մտահորիզոն եւ հիմա եկել ես հարցակվել դու քո անգրագետ տգետ հալով տգետների դպրոցով եկել ես հարցակվել ես նաև ամենաինտելեկտուալ շերտի վրա, բայց չասեմ հայրենասիրական մղոն Դավիթ ջան, այսօր մեր գնդերեսները գիտես ինչ կարևոր ծառայություն են իրականացնում զինված ուժերում։ Նրանք նույնիսկ զորահանդեսներից մեկի ժամանակ անկախության կարծեմ 2011 թվականին։ Այո, նաև առանձին շարքով էին անցնում նրանք շատ կարևոր դեր ունեն բանակում նաև հոգեբանական զինվորների հոգեբանական պատրաստվածության այսինքն զինված ուժերի ղեկավար կազմի հրամանատարների հետ զուգահեռ հավասար ծառայություն են իրականացնում եւ այդ մարդկանց նկատմամբ այսօր բերես դու քո չելած տեղով այդն սրբապիղծ ու սուտ այսքան մենք տեղ են գնացել որտե ես տեսել կռավաթը դրած այսինքն դու տես բան քո բերանը ոնց է բացվում դու տես բան ասես այն էլ սուտ երբ որ տես բան չի եղել ու չի կարող լինի իսկ եթե եկեղեցուն որևէ ինչ որ մի բան տեսնում ես սրտացավ մարդը ինչ է անում բարեկարգություն է անում չէ ես հիշում եմ անցած անգամ եմ բեր այդ օրինակ երբ որ տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղի տնօրենն է Եղեգնաձորի մենք մի օր դասախոսներով ուսանողներով հավաքվել ենք գնացել ենք Գնդեվանքի տարածքը մաքրել ենք այո սիրում ենք մեր ընդ որում Գնդեվանքը այդ ժամանակ չունի հայական առաքելական եկեղեցու պատկեր կրթության նախարարության մշակույթի նախարարության Այսինքն եթե դու սրտացավություն ունես քո տաճարի, քո վանքի, քո եկեղեցու նկատմամբ եւ այնտեղ տեսնում ես մոտակայքում գցած, ջարդած շիշ, ոչ թե դա պիտի նկարես, ասես ես ինչ հազվա, այլ պետքա հոգ տանես այդ անկարգությունը, այդ անբարեկարգությունը վերացնելու համար։ Այդ է եկեղեցու զավակի իսկ դրա արդյունքում այսօր որ մեր եկեղեցիները իսկ նրանք որոնք որ հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու պատկան են այսինքն ունեն քահանաների իրենց հավատացյալների սպասավորների հոգացությունը նրանք բոլորն են գտնվում անթերի վիճակում ոչ միայն վանքեր այլ նաև վայքում օրինակ մեր ամենասիրելի վայքը ոչ միայն վայքեցիների այդ ճանապարհով գնացող եկածող ցանկացած մարդու ճամփորդի եկեղեցի են ասում այտենց մարդ չկա չկանգնի վայքի եկեղեցում մոմ չվառի աղոտ չասի բոլորի սիրված վայրն է դու վայքի եկեղեցում կռավաթ ես տեսե Վայքի եկեղեցում դու աղբ ես տեսե աղբ կարող լինի վայքի եկեղեցում մենակ մի դեպքում եթե Նիկոլ Փաշինյանը մտնի եկեղեցի ժամանակավոր ասեք հիմա կողքից նայող կասի ես ինչ աղբա դու սա գալի աղբը չկա ուրիշ դեպքում ընդ չի կարող աղբ լինի վկայություններ կան որ երբ 30-ական թվականներին Երևանում եկեղեցիներ էին պայթեցնում Տասնյակ եկեղեցիներ են պայթեցվել, օրինակ ներկայիս Մոսկվա կինոթատրոնի տեղում, Չարենցի դպրոցի տեղում եւ այլն Համերյան փողոցում։ Բնակիչները գիշերով թաքուն խնամքով հավաքում էին քարե բեկորները եւ պահում իրենց պահոցներում, նկուղներում, որովհետեւ գիտեին, որ օրերից մի օր այդ անհավատության, անաստվածության, աթեիզմի դարաշրջանը ավարտվելու է։ Եվ դրանք հերավոր անցյալի հուշեր չեն։ Մեզնից յուրաքանչյուրն էլ ունի ընտանեկան պատմություններ իր տատիկ-պապիկներից, թե ինչպես էին, ասենք, ծածուկ առանց բարձրաձայնելու գնում Կիրակնորյա պատարագի մասնակցելու, հաղորդություն ստանալու, քահանայի քարոզ լսելու։ Ճիշտ է դա չէր ողջունվում, բայց ընդհանուր առմամբ կար այդ դարերի խորքից եկող ավանդույթը եւ պատկառած վերաբերմունքը մեր եկեղեցու իբրև կարևորագույն
ազգային հաստատության նկատմամբ։ Երբ 38 թվականին Վեհարանի իր կեցավայրում ծպտյալ գործակալների կողմից խեղդահամահ արվեց Խորան Մուրադբեկյան կաթողիկոսը, դրանից հետո Մոսկվայից տարիներ շարունակ արգելում էին վեհափար հայրապետ ընտրել։ Այնքան մինչև Գևորգ Չորեքչյան արդեն վեհափար դարձած բարձրաստիճան հոգևորականը իր իմաստնության շրջանակում այն ժամանակվա հնարավորություններից իրում կարողացավ նախ գիտես երկրորդ աշխարհամարտի մեծ հայրենական պատերազմի օրերին եկեղեցու հանգանակություններով Սասունցի Դավիթ տանկային շարասյուն ձևավորել եւ դրանով արժանանալ խորհրդային միության ղեկավարության եւ անձամբ Ստալինի բարեհաճությանը, որ կարողանա պահել մայրաթոռը, որ այն չկնիքվի, որ չփակվի, որ մայր տաճարում մշտապես բուրվարներ եւ խունկ լինի, աղոթք մրմնջան, մոմ վառվի, պատարակ մատուցվի, շարական երկվի, որ հոգե հաղորդակցության այդ 1700 տարվա ավանդույթը հանկարծ ու չխախտվի եւ չի խախտվել անգամ մեկ պահ։ Հիմա խախտվել է Արցախում։ Այդպես չի եղել 1700 տարի շարունակ։ Ընդ որում մեր քրիստոնեության վաղագույն կենտրոններից մեկն է, ինչպես գիտես, Ամարասը մեր Մաշտոցյան դպրանոցն է, Մաշտոց այդտեղից է սկսել իր ուսուցչությունը։ Եվ հիմա պղծվում են Գանձասարը, Ամարասը, Դադիվանքը, շատ ավելի ուշ շրջանի արդեն Ղազանչեցոցը, այն եկեղեցիները, որտեղ հայ ժողովրդի կամ Հայաստանի բնակչության մեծամասնությունը գոնե մեկ անգամ եղել է։ Հիմա ով է զբաղվում մեր եկեղեցու պղծությամբ, ով է պղծում մեր եկեղեցին։ Եվ հենց այդ հարցն էր բարձրացնում կաթողիկոսը նաև Շվեյցարիայում իր ելույթում, այսինքն Շվեյցարիայի նրա ելույթի առանցքում ինչպիսի հարցեր էին։ Առաջին, Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործություն, որը ստացել էր Թուրքիայի աջակցություն, Արցախահայության ցեղասպանություն եւ բռնի տեղահանություն, Արցախահայության վերադարձի իրավունք, Բաքվի բանտերում ապօրինաբար գտնվող մեր քաղաքացիների վերադարձի հնարավորություն եւ նաեւ օկուպացված տարածքներում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական, քրիստոնեական, որը ոչ միայն հայկական, այլ համաշխարհային քրիստոնեական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող բարբարոսություններ։ Իսկ այն ինչ որ մնացել է Արցախում, ցանկ կա։ Հենց հայաստանյաց առաքելական եկեղեցին հրապարակ է, թե քանի եկեղեցական համալիր, քանի վանք, քանի մատուր, հազարավոր խաչքարեր, գերեզմաններ, որոնք նույնպես ունեն խաչքարեր որպես հուշարձաններ եւ այլն, անհաշիվ, որոնք հիմա Ադրբեջանը դանդեղ է պղծում, սա էլ ստեղ է պղծում իր խոսքով։ Եվ սա միակ դեպքը չի։ Հələ հիշում ենք, չէ՞, 22 թվին կառավարության նիստում ապրիլին, որ ասաց, այս խաչքարեր տեղադրելը, այս խաչեր տեղադրելը, այս անկառավարելի կերպով ասում է պլաստմասայի կտորներից, կահույքի մնացորդների, շինարարության մնացորդների, պարզ է, չէ՞, որ շինարարության մնացորդից խաչ ոչ միտեղ չկա։ Դրանից հետո Սյունիքում են երիտասարդներ այդ հանդիպման ժամանակ խաչքարեր, ինչ անենք, ամեն մի երեխու վզից մի հատ խաչքար կախենք, ասենք քարշտու։ Ասենք ով է այսքան ժամանակ խաչքար կախ երեխու վզից, ասեք քարշտու։ Խաչքարը դա բացառիկ ինքը որպես երևույթ, քրիստոնեոյի, ես որ դեսպան էի Լեհաստանում պատմում է դե լեհերը հավատավոր ժողովուրդ են, իրենց կապը կաթոլիկ եկեղեցու հետ շատ մեծ է, շատ, մանավանդ Հովհաննես Պողոսի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվելուց հետո համատարած ժողովուրդը կապված է։ Ու իրանց ասենք որ պատում էի հայկական քրիստոնեության մշակույթի առանձնահատկությունների բանի մասին, դա իրանց համար դա գիտես ֆանտաստիկ է։ Կրոնական туриզմը լեհերի հիմնական ուղղությունն էր դեպի Հայաստան, որ գային մեր հիմա այլ երկրներից է որ գալիս է Արցախ, ոչ միայն Հայաստանի Հանրապետություն։ Հիմնական ցուցադրության վայրերը ի՞նչն է։ Հիմնականում եկեղեցիները, վանքերը, չէ, տաճարները։ Ու իրանց համար ասենք այդ խաչքարի խորհուրդը, որոնք ասենք ես էլ էի որ նայում եմ, իսկականից դա տենց է էլի։ Որ դրանք բոլորը օրիգինալ են, ոչ մեկը մյուսին չի կրկնում, որ խաչքարը յուրաքանչյուրը մարդախորհուրդ է նշում, որ դրանք ասենք քրիստոնյա ժողովուրդներից ոչ բոլորն են, որ խաչքարը, այսինքն ոչ բոլորը միայն հայերն են։ Այդ բացառիկ մշակութային առանձնահատկությունը միայն հայերն ունեն։ Գիտես, ես հիշեցի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այս օրերի հետ կապված մի ուշագրավ դիտարկում, որ վերջերս հրապարակեց։ Հիշեցրեց մի հայտնի պատմագիտական ճշմարտություն, երբ 1903 թվականին Նիկոլայ II ցարը որոշում կայացրեց հայոց եկեղեցուց ունեցվածքի բռնագանձման մասին,
հայ ժողովուրդը դա այնպիսի մոլեգին ցասումով ընդունեց, որ դրանից 2 տարի անց 1905 թվականին Նիկոլայ II կայսրը ստիպված էր չեղարկել իր այդ որոշումը։ Եվ Տեր-Պետրոսյանն ասում է, եթե Նիկոլայ II-ին հայ ժողովուրդը կարողացավ հաղթել եւ ստիպել նրան չեղարկել այդ որոշումը, ապա Նիկոլ Փաշինյանի նման ազգադավ եւ սրբապիղծ մեկնով է, որ մեր եկեղեցու 1725-ամյա պատմության վրա ձեռք բարձրացնի։ Եվ ինչպես ավետարանական ճշմարտությունն է ասում, սուր բարձրացնողը սրից էլ կընկնի, եւ Փաշինյանը ընկնելու է այն սրով, որը հիմա ճոճում է Մայրաթորի վրա։ Եվ հերթական անգամ ուզում եմ վերադառնալ այն ճշմարտությանը, որ եկեղեցին, հայոց հայրապետը եւ մեր հոգեվորականությունը շատ արժանապատվորեն, պատվախնդրորեն, հանգիստ, առանց իջնելու նրա մակարդակի, առանց տրվելու նրա զգայական զեղումներին, նրա այդ ցածրամակարդակ, այո, եւ էժանագին սադրիչ կոչերին, արձագանքում է իսկ ավելի հաճախ արհամարում է եւ ճիշտ է անում։ Շատ ավելի մեծ հորդաներ են փորձել ասպատակել մեր եկեղեցին, բայց որպես կանոն մնացել են մուրազը փորում։ Եվ մի բան եմ ուզում հիշեցնել, որ այս վարչախմբի համար ոչ միայն եկեղեցին, այլև այն ամենը եւ բոլոր նրանք, ովքեր սրբադասված են եկեղեցու կողմից, այդ ամենն էլ է խորթ եւ հակահայկական։ Չէ՞ որ եկեղեցին, ինչպես քիչ առաջ իրավացիորեն նշեցինք, բացի կրոնական կազմակերպություն լինելուց, մեր ազգային հիմերի ամրապնդմամբ է զբաղված։ Ինչու է օրինակ հայոց եկեղեցին ուղիղ 10 տարի առաջ սրբադասել հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերին։ Մեկ պարզ պատճառով, որովհետեւ դրանով վառ է պահում մեր 10 միլիոն ներկայումս ապրող աշխարհասփյուր հայության մեջ հայրենիքի գաղափարը եւ հայրենազրկման գաղափարը, արմենոցիդի գաղափարը, արդարության վերականգնման, ցեղասպանության հետևանքների վերացման, սրբադասումը հո բացառապես կրոնական կամ դավանաբանական գործողություն չէ։ Դա նախ եւ առաջ ազգային հիշողության պահպանման կարևորագույն դրվագ է։ Դու հիշում ես այն հայտնի կտավը, որը 2015 թվականի ապրիլի 24-ին 5 նախագահի արչեվով տարվում էր դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։ Սրբադասված զոհերի կենտրոնում հոգևորական էր։ Հարյուրավոր հոգևորականներ են զոհվել 1915 թվականի հայոց ցեղասպանության ժամանակ զենքը ձեռքներին եւ այդ մասին վկայություններ կան։ Արցախում չեն զոհվել։ Այն ամեն ինչ որ տեսել ենք մեր աչքի առջև է։ Եվ եկեղեցու այս կարևորագույն ծիսական դավանաբանական արարողությունը, այսինքն սրբադասումը, մեզ համար խորապես նաև ազգային եւ խորհրդանշական նշանակություն ունի։ Դա զերծ է կամ դա դուրս է բացառապես եկեղեցական կամ կրոնական ընկալումներից։ Իմիջիալոց դա նաև բացառիկություն ունի, որովհետեւ ընդհանրապես ոչ միայն հայաստանյաց առաքելական եկեղեցին, այլ նաև այլ քրիստոնեական եկեղեցիները, երբ սրբադասման որոշում են կայացնում, դա որոշակի անհատի է վերաբերում, այսինքն անհատի սրբադասում, սուրբ որպես ճանաչում։ Իսկ հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը դա անորոշ թվով մարդկանց սրբադասումն, այսինքն սրբադասվել են ոչ միայն մարդիկ, ովքեր որ զոհվել են հանուն եկեղեցու, հանուն քրիստոնեական հավատքի եւ վասն հայրենիած, այլ նաեւ սրբադասվել է երևույթը, հանուն հայրենիքի նահատակվելու երևույթը մեր եկեղեցում սրբադասվածը, սրբությունն է։ Եվ հիմա այդ ամենի դեմ ուրացում, օրինակ հայոց ցեղասպանության նկատմամբ վերաբերմունք այս իշխանությունների, դա տեղով սրբապղծություն է։ Այսինքն արդեն ճանաչված, դասված, դասակարգված սրբության գաղափարի դեմ պղծում է, որը որ անթույլ է, ով է, բանավ անողն էլ ով է, մի հատ իմելի հասցեա չէ, գրե որ իրան պիտի խում ձևավորի, ինչ թուրքի շուն շնիկ gmail.com-ը, ինչ հա տես մի հատ լավ չեմ հիշում, տես մի հատ ես տենց է տպավորված իմ մոտ էլի թուրքի շուն շնիկ gmail.com այդ հասցեի վրա պիտի ասենք մարդիկ գրեն, որ հավաքագրվեն ինչ որ լենք թեմուրներ, անկանոն ինչ որ չգիտեմ ինչ կազմավորումներում, որով որ պետքա ինքը պայքարի եկեղեցու դեմ։ Ընդ որում ընտրության չափանիշները շատ անորոշ, ընդեղ ասում է վերջի 5 տարի պետքա պահք անպայման պահած, ասենք, ես ուզում եմ անամ դրա ստուգման մեթոդը որն է, եթե պահքը հոգևոր բաղադրիչից բացի ունի սննդային բաղադրիչ, իսկ սննդային բաղադրիչի ստուգման ամենատարածված մեթոդը դա մեզից եւ կեղտից անալիզն է։ Հիմա ես ուզում եմ իմանամ ինքը գոնե 10 հոգու ընտրությունը այդ անալիզների հոտոտման որ մեթոդով է պարզելու։
Ես կկենտրոնանայի ավելի շատ այլ չափանիշների վրա։ Այն ինչ նա գրել է մյուս կետերում, օրինակ գոնե մեկ անգամ ծայրից ծայր կարդացել է Աստվածաշունչը։ Գիտես, առաքելական եկեղեցին մեզ այլ բան է սովորեցնում, եւ այն ինչ նա գրել է, բնորոշ է բողոքական, աղանդավորական, թող ներվի ասել այդ բառը աղանդավորական, կամ ընդհանուր առմամբ ասենք դա բողոքական ավետարանական եկեղեցուն։ Ընդհանուր առմամբ Փաշինյանի վարվելակերպը, նրա գործողությունները, հատկապես մեր եկեղեցու տաղավար տոներին ընդառաջ, մեծագույն տոնին Սուրբ Հարության տոնին ընդառաջ, իր առանձնասենյակից Սաղմոս կարդալը, հար եւ նման է բողոքական ավետարանական եկեղեցիների քարոզիչների։ Առաքելական եկեղեցին այդ կերպ չի քարոզում, մեր հավատո հանգանակը այլ է։ Մեր դեպքում օրինակ պիտի հարցնես հետևել, օրինակ պիտի ասես, կյանքումդ գոնե մի անգամ հաղորդություն ստացել ես, նախ առաջին կետ դու մկրտված ես թե ոչ։ Մկրտված ես, եթե դու մկրտված չես, դու առաքելական եկեղեցու զավակ չես։ Երկրորդ, կանոնավոր մասնակցում ես պատարակների։ Քարոզներ լսում ես, փորձում ես քո կյանքը կարգավորել, ասենք ըստ նոր կտակարանի պատվիրանների եւ այդպես շարունակ։ Աստվածաշնչյան ընթերցումներ ես լսում եմ պատարակի ժամանակ։ Երբ որ եւ սաղմոսերգությունն ես լսում այդ ժամանակ եւ առակներն ես լսում։ Եվ առակներն եմ լսում եւ ավետարանական ընթերցումներ։ Այն ինչ անում է Փաշինյանը, ճիշտ հակառակն է։ Ինքը իրեն պահում է որպես ավետարանական եկեղեցիների հարանվանությունների իր այդքան սիրելի կյանքի խոսքի կամ մյուսների քարոզիչների պես։ Այսինքն ասում է Ժորժ ջան, եկեք հավաքվենք, կարդանք իրար հետ։ Ես էլ իմ աշխատասենյակից սաղմոսներ եմ կարդում։ Աստվածաշնչից սաղմոս եմ կարդում։ Վիկիպեդիայից քաշում եմ։ Պետք է լինի մի հատ փիլոն էլ կգցեմ վրես։ Ու դե պարզ է որ եկեղեցու համար յուրաքանչյուր օրը յուրաքանչյուր արարողություն իր խորհուրդ ունի, անգամ ժամերգություն իր խորհուրդ ունի, բայց կան նաև նվիրական տոներ։ Այդ տոներից էլ առանձնացված են տաղավար տոները։ Տաղավար տոների մեջ առանձնահատուկ նշանակություն ունի եւ ցնծություն ունի եւ եկեղեցու համար եւ հավատացյալների համար Սուրբ Ծննդյան եւ Հարության լուսաբեր տոները։ Եվ այդ տոների խորհուրդը, դրա անցալումը, դրա շուրջ եւ եկեղեցու եւ հասարակ հավատացյալների վերաբերմունքը շատ ավելի մեծ է։ Ու ինքը Սուրբ Ծննդյան լուսավոր տոնի առիթով եկեղեցի չի այցելում։ Իսկ գնում է արդեն 2 տարի շարունակ Արագածոտնի մարզում գտել է մի հատ խոնարհված եկեղեցի, որը հայաստանյան առաքելական եկեղեցի Արուջի վանական համալիրը։ Գմբեթեր չունի, փոխարենը մտածի, եթե դու հոգևոր երաժշտությամբ գումար հատկացնես, այդ եկեղեցին վերանորոգվի, վերանորոգումից հետո հանձնես հայաստանյան առաքելական եկեղեցուն, որ նրանք այդ համանդեպ մոտակայքում գյուղ կա, այդ գյուղի ժողովրդին, մեր սիրելի հայրենակիցներին նաև հոգևոր ծառայություններ մատուցվում են, պատարակներ մատուցվում, փոխարենը դա անես, եթե սրտացավություն ունես, պետության ղեկավար ես, հանձնես այդ եկեղեցին համայնքին ծառայ, այդ բաց խորան, այդ բաց գմբեթով եկեղեցուն, որը հավատաբանը չունի, սպասավոր չունի, հոգևոր մարդու կնիկ Ժաննա Անդրեասյան, մարզպետը եկել են Արագածոտնի Ջոյի պետը, որ երեխա էր ծեծը։ Էթում են հովեր երգչախմբին լսել։ Մենակ հովերը չէ, հովերը անցած են գունավոր կուրտկաներով մի տարի հովերը երգեց, դե ցուրտ է հունվարի 6-ին։ Բան այս տարի էլ բանը Արագածոտնի մարզի երաշտական դպրոցների երեխեքին հավաքում տանում է ցրտին, որ երգեն ինքը լսի։ Բայց դա ուրեմն մայր տաճարի Չէ, դե խորհուրդ կա իր արածի մեջ։ Ինքը ասում է եկեղեցում չպետք է քահանալ։ Մայր տաճարի վերանորոգումը պետությունը Հայաստանի պետական բյուջեն բացի դրանից, որ մի դրամ փող չի հատկացրել, երբ որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված համաշխարհային հուշարձան է։ Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված հուշարձանները անկախ դրանից եկեղեցական են, որևէ պատկանելություն են, թե չէ, պետության հոգացության ներքո են։ Իրանի Իսլամական Հանրապետության պետական բյուջեից գումարները հատկացվել։ Իրանի տարածքում հայկական եկեղեցական համալիրներ են հիմնովին վերանորոգվել Իրանի Իսլամական պետության պետական բյուջեից, որովհետև Սուրբ Ստեփանոս վանական համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձան է։ Ու ես երբ որ գնացի այնտեղ մարզպետ եղած ժամանակ, որ մեր համագործակցության շրջանակում ես ապշած էի տեսնելով Իրանի եւ իշխանությունների եւ ժողովրդի հոգացությունը, դե իրանք ինչ հոգացություն էին ցուցաբերում հայկական տաճարի նկատմամբ իբրև հուշարձանի։ Ընդ որում դա բան չէր, էլի, դա թանգարան չի, բան, խաչը գլխին դրած, օծած, սպասավորով հայկական եկեղեցի է, ծառայող։
ինքը մեր պետությունը 0 դրամ է հատկացրել գլխավոր տաճարի, մայր տաճարի վերանորոգ ավելին երկար ժամանակ մայր տաճարի վերանորոգման աշխատանքները կառավարության հատուկ հանձնաժողով կա բարեգործական ծրագրերի, որ երբ որ այդ որևէ ծրագիր համարում է բարեգործական, դա ազատվում է հարկերից։ Մայր տաճարի վերանորոգման շինարարական աշխատանքները չի համարվել որպես բարեգործական, որպեսզի նաև հարգվի, այսինքն մայր տաճարի վերանորոգումը եւ Երևանում մի հատ էլիտար բնակելի շենքի կառուցումը երկար ժամանակ գտնվել են նույն հարկային ռեժիմում, այսինքն ասում են դու ըստից էլ պիտի NDS վճարես, այն վերանորոգման աշխատանքները դրա համար երկար ժամանակ որ եկեղեցին չէր դանդաղ էին ընթանում աշխատանքները, այդ պատճառով է եղել։ Այդ նույն ժամանակաշրջանում բաց հասարակության ինստիտուտների հիմնադրամի Սորոսի հիմնադրամի գրեթե բոլոր ծրագրերը համարվել են բարեգործական եւ ազատվել են հարկերից։ Թույլ տուր երկու պատմություն պատմել շատ կարճ ու ամփոփենք եւ ավարտենք այսօրվա եթերը։ Մեր հոգեվորականության երկու տարբեր տիպերի ներկայացնող։ Մենք խոսում ենք իհարկե մեր հոգեվորականության բացարձակ մեծամասնության լավ որակների մասին, ցավոք սրտի եղել են նաև պարակտիչներ, այսօր էլ կան։ Եկեղեցու ներսում կան այնպիսիք, որոնք հիմնականում կարգալուծության բերումով ինչ որ անձնական քինախնդրություն ունենալով առավոտից երեկո սրան նրան հարցազրույցներ են տալիս եւ ինչ որ պատմություններ պատմում, որոնք որևէ կերպ ստուգելի չեն։ 1914 թվականին, երբ սկսվում է առաջին աշխարհամարտը, օգոստոս ամսին, Կիլիկիայում, որը հեռու էր պատերազմական գոտուց, Միչեր Կրացովյան ավազանում առաջին աշխարհամարտ չի ծավալվել երբեք, Կիլիկիո կաթողիկոս Սահակ Խաբայանը հավաքում է տեղի հայությանը, իսկ այն ժամանակ Կիլիկիայում Արծվաբույն Զեյթունում հատկապես 200,000 հայություն կար եւ մեծ եղերն չէր սկսվել։ Եվ ասում, որքան հնազանդ ըլլակ թուրքերին, այդքան լավ։ Կիլիկիո հայոց կաթողիկոսն է ասում, Սահակ Խաբայանը։ Դրանից կարճ ժամանակ անց Գերմանիայի տեղի հյուպատոսի ակտիվ միջամտությամբ, մասնակցությամբ թուրքերը այդտեղ պոգրոմներ են սկսում, այսինքն սկսում են գրոհել հայերի տները։ Հայերը թողնում եւ հեռանում են Կիլիկիայից։ Ինչպես գիտես, առ այսօր Կիլիկիայում կա ընդամենը մեկ հայկական գյուղ, Վագֆլը գյուղը, Մուսալերը։ Ես եղել եմ այդտեղ, շատ կոմպակտ, կազմակերպված, հիմնականում նարնջի եւ ձիթապտղի արտադրությամբ զբաղված հրաշալի Միջերկրածովյան գյուղ է։ Իդեպ այսօր կանգնած շատ լուրջ խնդրի առջև Սիրիայի հետ սահմանին, հիշում ես նաև Քեսաբի դեպքերը 2014-ին հարևան են։ Նույն Ալեքսանդրետի սանջակի պատմությունը գիտես, Իսկենդերունը, որը նախկինում Ալեքսանդրետ էր կոչվում, Թուրքիան բռնազավթել է Սիրիայից արդեն հետ պատերազմյան փուլում 30-ական թվականներին։ Բայց այդ նույն շրջանում Էջմիածնում Գևորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոսն էր, որի մասին ամեն անգամ կարդալիս եւ հատկապես 1918-ի մայիսին Մայրաթորի գավիթում Մովսես Սիլիկյանին եւ Արամ Մանուկյանին տված նրա պատասխանը ինձ ապշեցնում եւ հիացնում է։ Առանց փշակավելու այդ խոսքը չեմ կարողանում կարդալ։ Երբ Սիլիկյանն ու Արամ Մանուկյանը գալիս են Վեհափար Հայրապետին խնդրում, որ ժամանակավորապես տեղափոխվի Սևան, ասելով, որ թուրքերը ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա են Էջմիածնից։ Եվ Վեհապարը մերժում է նրանց խնդրանքը, ասելով, որ ես ինքս սուր կվերցնեմ եւ կընկնեմ Էջմիածնի պատերի տակ։ Մենք այսպիսի Վեհապար ենք ունեցել, մենք այսպիսի եկեղեցի ունենք, եւ մենք պիտի շարունակենք այդ ավանդները, մենք պիտի շարունակենք ապրել նույն առաքելական քրիստոսական ոգով եւ փորձվի հանկարծ որևէ մեկը հայրաքելական եկեղեցու հանդեպ սուր բարձրացնել։ Ինքը կընկնի այդ սրից, ինչպես ընկել են բոլորը, Հասկերտից ու Լենգթեմուրից մինչև Նիկոլայ II եւ Իոսիֆ Ստալին, բոլոր նրանք, որոնք փորձել են հայրաքելական եկեղեցու հանդեպ ոտնձգություն իրականացնել։ Հայրաքելական եկեղեցին հավերժ է, ինչպես հավերժ է Հայաստան պետությունը։ Ինչպես հավերժ է Աստված, որովհետեւ Աստվածն է հովանավոր հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու եւ որևէ սատանա չի կարող թուր բարձրացնել եւ ձեռք բարձրացնել մեր սրբության, մեր առաքելական Սուրբ եկեղեցու եւ մեր բոլորի վրա։ Այնպես որ մենք սիրով որդիական նվիրումով պաշտպանելու ենք մեր եկեղեցուն, նրա անսասանությունը, նրա անվտանգությունը, իսկ որպեսզի դա կարողանանք անել պատշաճ կերպով, որևէ մեկն էլ պետք է հոգ տանի մեր անվտանգությունը պաշտպանելու համար։ Իսկ Pantera Security մասնավոր պահնորդական կազմակերպությունից լավ դժվար է գտնել
ավելի լավ գործընկեր այդ խնդիրը լուծելու համար։ Համագործակցեք, սիրելի հայրենակիցներ, Pantera Security մասնավոր պահնորդական կազմակերպության հետ, եթե անհրաժեշտություն ունեք, կարիք ունեք պահպանություն իրականացնելու ձեր տան, բնակարանի, առանձնատների, մասնավոր առևտրային տարածքների, բիզնեսի, ինչպես նաև կարևոր ուղեբեռների, հոգ տանեք Հայաստան ժամանող ձեր հյուրերի անվտանգության եւ այլ տիպի անվտանգային ծառայությունների համար, դրա համար պետք է զանգահարել 010 53 78 50 հեռախոսահամարով, այս հաղորդումը լսելուց հետո նաև ասել երկու ճակատ պրոմո կոդը զեղչից օգտվելու համար, իսկ լայն բնույթի ծառայությունների մասին տեղեկություններ ձեռք բերել pantera.am պաշտոնական կայքից։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ եւ հետեւորդներ, երկու ճակատ ոդքասթի 92-րդ թողարկումն էր 168 ժամի YouTube-յան էջում։ Էդգար Ղազարյանը եւ ես Դավիթ Սարգսյանս փորձեցինք ամփոփել եւ վերլուծել շաբաթական լրահոսը, վերստին մեր զորակցությունը հայտնելով մեր առաքելական եկեղեցում։ Կհանդիպենք մյուս ուրբաթ 21-ից 21-ին։ Ցտեսություն։